ինչ վերաբերվում է նրան, որ Պուտինը շրջեց եւ բոլորին ուղարկեց համապատասխան, ասենք ուղղությամբ, մենք դրա մասին շուտվանից ենք ասել, որ Պուտինը հետ չի կայնելու իր որոշումներից։ Ես ձեզ հիշեցնեմ, գիտեք ինչ կա, կարևորագույն բաները կատարվում են այսպես աննկատ, կարծես թե աննկատ։ Բայց երբ որ Պուտինը ասեց, ում է պետք այն աշխարհը, որ դե չի լինելու Ռուսաստանը, դրանով իսկ ամեն ինչ ասեց։ Երբ որ Պուտինը ասեց այն երեխայի պատասխանելով նրա բերնով հնչեցրած հարցը, թե որտեղ է վերջանում Ռուսաստանը, նա ասեց, Ռուսաստանը սահմաններ չունի։ Եվ դա արդեն իսկ պետք է աշխարհի համար ահազանգ լիներ, նա հենց այնց ուղղակի բան չասեց։ Եթե դա ասեր ինչ-որ մի հատ բլոգեր, կարող էին ասել, թե ցնդաբանությունն է, խոսում է, բայց երբ ասում է Ռուսաստանի նման ատոմային գերտերությունը, պետք է դրա արդեն հենց այդ պայից սկսեին չնայած նորմալ երկրների համար էլ ավելի շուտ էր ահազանգերը, որ հայտնվել է աշխարհում մի երկիր, այն էլ ատոմային տերություն, որը թքած ունի ցանկացած իրավական պրոցեսների վրա, որը ասում է, ես այս մոլորակում ինչ ուզելու եմ, դա էլ անեմ։ Այն ինչ որ դուք գրել եք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծել եք ՄԱԿ, հետո պետությունների իրար մի շուրջ բաներ են որոշել, թե ոնց վարվել, ինչան, իմ համար նշանակություն չունի, ես անելու եմ այն, ինչ ուզում եմ։ Այսինքն այդ պահից պետք է հասկանային։ Եվ այդ պահը հենց Արցախի հարցն էր։ Երբ որ մենք ասում ենք երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց Արցախից, մարդիկ ասում են, դե ոնց է, դե մասնավոր հարց էր, ոչ մասնավոր հարց չէր։ Որովհետև Պուտինը, երբ որ Արցախյան հարցը լուծեց իր ուզած ձևով, հա, ասում է, ես սենց եմ ուզում, ինչ Դե Մինսկի խմբի համանախագահություն, Ամերիկա, Ֆրանսիա, հա, Ռուսիա, սենց եմ ուզում, սենց էլ լինելու է։ Էրդողան, լսի, դու ինչով կարաս օգնես մեր զավակին, Ալիևին, հա, օգնի, Ալիև արից թե բան եմ ասում, հարցակվի խփի ջարդի բնակչությաններ, ինչպես 1915 թվականին, կարտահանես։ Դե նենց տպավորության, որ ոչ Էրդողանին, ոչ Ալիևին դա պետք չէր, հենց Պուտինը ասեց, եկեք ինձ արեք։ Չէ, սենց մի բան կա, նրանք համահանցակիցներ են, բայց այդ պուլտերը գտնվում է Պուտինի ձեռը։ Դե անող էին, թող շուտ անեին։ Դե թող շուտ անեին, երբ որ Պուտինը այդ հրանգը դեռ չէր տվել բանին, Ալիևին։ Դե թող շուտ անեին այդ նույն բանը, ինչա չէին կարող։ Մենք շատ լավ գիտենք, որ ասենք Էրդողանը քանի անգամ ուզեցել, ասենք Հայաստանի հարցը լուծի այլ կերպ, եւ ովքեր են խանգարել դրա համար։ Նրանք ուղղակի իրենց յուղի մեջ այնքան են տապակվել, որ ասես գիտեք ինչ կա հարուստ մարդը մի քիչ դժվար է տեղից շարժվում էլի։ Իրանք թվում է թե չէ դե ինչ պետք է անի 1-2 բանը, այն ռուսական ավոս, որ ասում են, չէ՞, հալբատ sense կլի, չէ՞։ Էդի փոխանցվել արդեն այդ հարուստներին, բարեկեցիկ կյանքով ապրողներին։ Իրանց թվում էր, որ գիտեք ինչ կային արաբական աշխարհի փախստական են, որ բերենք, լսենք, դե ինտեգրվեն էլի մի 15-20 տարի որ ապրեն, ոնց պետք է մարդը չփոխվի։ Այս ստացվա որ արդեն 50 տարուց, 60 տարուց ավել 80 ապրում են, արդեն ընդ ծնվում են այդ բաները, բայց չեն փոխվում։ Նայեք, Փարիզի շուրջ ինչ է կատարում, ամբողջ Փարիզի մերձակայքները իսլամականացվել է արդեն։ Այսինքն ու չեն փոխվում, իրանց արք ու բարքով են եկել, ու այդ արք ու բարքը չեն փոխում, Պուտինը արդեն մատչելի լեզվով բացատրեց, արա, ես սենց եմ ասել, սենց էլ լինելու է։ Նրանք վերադառնանք այդ հարցին, նրանք 2020 թվականին դեռ չէին գիտակցում դրա հետևանքները։ Չգիտեմ, գուցե ասենք կուլուարների հետևում գիտակցում էին։ Հենց դրա համար էլ պայմանավորված էր, գուցե եւ ասենք Տրամպի այդպես մեղմ մոտեցումը, հա, Վալուջան, որ Վալուջա դու այսպես տղա ես, դու լավ տղա ես։ Զելենսկի խելոք մնա, ինչի գալստուկ չես հագել կամ կոստյում չես։ Գուցե հենց դրանով էլ պայմանավորված էր, որ մեղմեն Պուտինին ու ասենք համաշխարհային լուրջ, ասենք արդեն բախման չտանեն։ Հիմա ես այո, հիմա տեսեք, եթե կա այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Տրամփ, որը կարող է ասենք դատավորի դերում կենտրոնում կայնի, սրանց աստի կամ նրան
Ընդունենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լիարժեք արդեն կողմ է ընդունում եւ մտնում այդ հակամարտության մեջ։ Ով է սաստելու։ Կա մի ուժ, դա արդեն մնում է միայն տեզերքը։ Հա մտնեն ու ասեն կհլը կանգ առեք։ Այսինքն Տրամպի նման պահվածքը ժամանակին տեսնում էին, ուղղակի միտված էր հենց դրա համար, որ այնուամենայնիվ անեն ամեն ինչ, որպեսզի սաստեն, բայց ոչ, նա խելագար է, Պուտինը հոգեպես անհավասարակշիռ կամ ասենք իր ամբիցիաները այն աստիճանի բարդ, ու գիտեք ինչ, ինքը գիտակցում է, որ եթե պատերազմով չլուծի, ապա Ռուսաստանը իսկապես փլուզվում է։ Մեկը կասի, այդ ճիշտ է, Պուտինը շատ նորմալ մարդ է։ Այո, ինքը պատրաստ է, այսինքն դուրս գալ Ուկրաինայից, ինքը պատրաստ է նման ագրեսիվ ձևով չբան։ Եվ մյուս բևեռից նայել։ Համը Պուտինը այդ չի ուզում, Պուտինը ամբողջ Ուկրաինան է ուզում, եւ ոչ միայն Ուկրաինան։ Ուղղակի Ուկրաինան այդ իր ուզած միավորների մեջ ամենախոշորն էր, sense ասենք, սկզբից խոշորի այդ հարցը լուծի, մնացած հետո մանրները կլուծի էլի։ Արդեն սկսել են խոսալ Ֆինլանդիայի մասին, այո, Ֆինլանդիան երբևիցե ռուսական սապոգը եղել է Ֆինլանդիայում, ինչու՞ չէ։ Լեհաստանում ա եղել ռուսական սապոգը, իսկ մարդիկ պարզ հայտարարում են, որտեղ ռուսական սապոգ երբևիցե գոնե 1 վայրկյանով եղել է, դա Ռուսաստանն է։ Մարդիկ պարզ ասում են Վլադիվոստոկից մինչև Պորտուգալիա, Լիսաբոն։ Մարդիկ նշում են, ոնց ասեն։ Այսինքն նպատակները դուք կարծում եք Պուտինը։ Վերջ Պուտինը այլ տարբերակ չունի։ Պուտինը ինքը տեսնում է, որ իր ժողովուրդը, իր ազգը, իր կոռումպացված այս մեծ տարածքում եղած այս 145 միլիոն են ասում, բայց կարծում եմ այդքան չկան։ Այդ ժողովուրդը արդեն ի վիճակի չի պետություն պահելու, ոչ թե միայն կայսրություն, այլ առհասարակ պետություն, որովհետև իրանք այնքան են այդ ցեխի մեջ շաղվել անբարոյականության, կոռուպցիայի, թալանի, այսինքն իրանք ի վիճակի չեն աշխատելու, իրանք ի վիճակի չեն նորմալ փոխհարաբերություններ ստեղծեն աշխատանքային, թե իրանց երկրի ներսում մարդիկ իրար մեջ, թե առհասարակ այլ երկրներ։ Բայց Պուտինը չէ, որ իրեն շատ ուժեղ է զգում, երեկվա։ Ահա, եւ իր միակ ճարը, հենց այդ դրա համար եմ ասում, միակ փրկության ճարը հենց նման կեցված կընդունել, ատոմային մահակը վերցնել եւ ասել բոլորդ պետք է աշխատեք իմ համար։ Ես եմ մոլորակի տերնուտի, ուրիշ ճար չունի, այլապես Ռուսաստանը քայքայվում է։ Քայքա ուղղակի փլուզում է։ Մարդիկ ասում են, այ դու պետություն ես, հա քո համար, գնա քո համար ապրի։ Չենք ուզում հեսա զանավեսը քաշել ենք երկաթյա։ Գնացը չի ասում, չի կարա, չի ինքը չի կարանալու։ Սա է մի քիչ ավելի խորքային ասել, եւ դրա համար գուցե եւ արևմուտքի կողմից ժամանակին այս նրբությունների վրա ուշադրություն չդարձնելու հանգամանք էր, որ ես հասավսը, բայց ես հակված եմ մտածել այնպես, որ գուցե հենց արևմուտքը հենց իմանում էր, թե ինչ է, եւ դրա համար մշտապես մեղմում էր Պուտինի հայտարարությունները, Պուտինի քայլերը, որպեսզի ասենք մի քանի տարի էլ, հա, երկարաձգեն մոլորակի այս վիճակը գոնե փխրուն, բայց գոնե կայուն։ Մաշելով Ռուսաստանը, այսինքն։ Նաև դա, մաշելով չէ։ Նպատակը պետք է ասեք։ Նպատակը այն է, որ այդ բախումը տեղի չունենա։ Հա, բախումն են հետաձգում։ Այո, բախումը տեղի չունենա։ Չէ, բախումը տեղի չունենա, թե բախումը հետաձգվի։ Հետաձգելով գուցեև հետագայում հնարավորելի անհնարին դարձնել բախումը։ Հիմա տեսեք, իրանք տեսնում են այդ իսա։ Ռուսները պարզ ասեմ, ռուսական կայսրությունը անբան են, այսօր այն աստիճանի անբան, որ իրանք մնացել են առանց ուկրաինական ինժեներական մտքի, առանց հայկական գիտական մտքի, հա, չկա, առանց աշխատուժի, միջին շերտի, ասենք գիտականորեն աշխատողների։ Ես ի նկատի չունեմ Միջին Ասիայից գնացած, այսինքն այն բանվորները, որ փողոցներն են ավլում։ Վերջ ինքը արդեն սպառվել է, չի կարողանում։
Դա փաստ է, դա ես չեմ ուզում, գիտեք ինչ կա, հիմա կարող է մտածեն, ասեն այս մի ամբողջ 140 միլիոնանոց երկրի ազգի մասին նման վատ արտահայտվում է, այո, դա այդպես է։ Դա այդպես է, մենք հստակ կարող ենք ասել, չէ, այս ազգը թամբալ ազգ է, այս աշխատող ազգ է, այս ազգը, ասենք, ընդառաջ գնացող է, այս ազգը մի բան է, Պուտինի պլանները այլ բան է։ Պուտին, չէ, մի բան ասե։ Այո, կարելի է տարանջատել, բայց երբ որ տարիներ շարունակ Լենինը, Ստալինը, Խրուշչովը, մնացածները, հիմա Պուտինը, բոլորը սերմանել են այդ բիոմասայի մեջ, որ դուք եք որ կաք, այսօր նայում ես, կարող ասենք մի հատ ալկագոլիկ, բայց ինքը ռուս է, այնպես խոսա, այսինքն մի հատ պրոֆեսորի հետ, որովհետև նա ռուս չի, որ ասել դու ասեմ մենք ռուսները իրանք արդեն դարձրել են այդ բիոմասային այդ աստիճանի եւ մատերիալը հաշվածներն են որ կարողանում են այդ մասսայական էյֆորիայի մեջից հստակ տրամաբանել եւ ասենք հասկանալ ինչա կատարում ասում եք ազգն է ծնել Պուտինին հա դա է Պուտինն էլ այդ ազգին պահում է հենց այդ վիճակում